Մարտի 22-ն է Կոտայքի մարզ Հրազդան քաղաքում ժողովրդին հայտնի վանատուն թաղամասում բախվել են վազ 21-21 ու Մերսեդեսը։ Վթարի հետևանքով 3 հոգի, որից մեկը կամ երկուսը երեխաներ են, անչափահասներ են, տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը, որտեղից ասում են երկուսին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Այդ տեղեկությունը ճշտվում է, օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Տեղում են նաեւ համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները։ Վթարի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոցներ, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Այս պայն բարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հանցել ահա բազալտե եզրաքարի վրայով եւ բախվել քաղաքային տրանսպորտի համար տեղադրված կանգարի այլումինե սյանը։ Բարեբախտաբար այդ պահին հետիոտներ չեն եղել, կանգառում քաղաքացիներ չեն եղել, այդպես էին նշում, բայց նաև պարզվում է, թե վիրավորները արդյոք հետիոտներ են եղել, թե ուղևորներ, ավտոմեքենաներից մեկի ուղևորներ։